Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 1-ի համար, եկավ արդեն փետրվարը, փոխել եմ մի փոքր դիզայնը, փոխել եմ նաև ձյունիկները, մյուս ալիքում ձյունիկների հետ կապված դժգոհություններ կային, չգիտեմ ինչու, իրենց խանգարում էր ձյունիկները, փետրվարն է, փետրվարին հուսով եմ կլինի սրտերը, որովհետև տոն ունենք փետրվարին եւ մարդիկ հենց լցված են այդ տոնով, պատրաստվում են այդ տոնին, հա, լինի դա փետրվարի 13, լինի դա փետրվարի 14, հա, մարդիկ այդպես սիրով պատրաստվում են այդ օրերի համար։ Եվ տեսնենք, թե ինչ է սպասվում, այս անգամ այս քարտերն եմ վերցրել, տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս այդ օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 1-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ է երիտասարդ տղայի հետ, նոր ծանոթություն է, սա ոմանց համար ովքեր միայնակ են։ Կարիերայում չնչին փոփոխություն է, սա ինչ-որ մի բան առաջ կգնա, կնկատեք այդ տարբերությունը, որ ավելի շատ են վստահում, հա, կամ մեկ այլ ինչ-որ հարցեր են։ Նաև հեռախոսազանգ կունենաք այդ օրը, կամ դուք եք զանգելու, կամ ձեզ են զանգահարելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 1-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, դա հնարավոր է լինի
միայն հիվանդանոց, այ Կիրակի օրը, միայն հիվանդանոց հետ կապված կլինի։ Նաև այդ օրը ոչ մի լուսավոր մի բան է տեղի ունենալու, որը ձեզ բավականին շատ կուրախացնի, տրամադրությունը կբարձրացնի, երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, գուցե փաթեթ չէ, բավականին էմոցիոնալ կլինեք նաև օրվա ընթացքում, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, եւ ինչ-որ մի բան է ուշանում այստեղ, մոտավորապես մինչև 2.5 ամիս կարող է ուշանալ։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են այստեղ կամ չէ ընտանիքի անդամների հետ նամակագրական կապի մեջ եք լինելու, այդ առանձին եք ապրում, կամ սա նաև Եթե հրավիրատոմս է, կարող է տունը ցույց է տալիս որպես ռեստորան, հա, կարող է հրավիրատոմս եւ գնում եք օրինակ նման տեղ։ Տան հետ կապված, որ եթե ինչ-որ միջոցառում ունեք, դրանից հետո, հա, սկսում եք ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինել, կամ գնում եք ինչ-որ մեկի տուն առիթի, հետո սկսում եք խոսել, հա, այդ առիթից, թե այնտեղ ինչ էր կատարվեց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 1-ին։ Հարգելի վագրեր, այդ օր առավոտյան տատանվում եք, ինչ-որ մի բան է ձեզ տանջում, հա, սկսում եք տատանվել։ Նաև օրվա ընթացքում ոչ է խոչընդոտներ կան, անսպասելի լուր, հանկարծակի լուր հիվանդանոցից կամ ոչ է բժշկական կենտրոնից։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, նաև ոչ է տղայի հետ եք սեղանի շուրջ նստում, կարող է նոր ծանոթություն է, հա, այդպես գնում եք ժամադրության, եւ այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, նա օրը փաթեթ է, ինչ-որ փաստաթուղթ է շատ կարևոր, նաև առավոտյան այստեղ կամ ուզում եք ապրանք ուղարկեք, ուզում եք ինչ-որ մի նամակ ուղարկեք ինչ-որ մեկին, չկա կամ նման տիպ ինչ-որ պահեր են, այստեղ կամ փաստաթղթի հետ կապված խնդիրներ կան, բայց Կիրակի է չեք կարող ոչինչ անել։ Եվ իհարկե այստեղ ներքևում, հա, օրվա վերջ, նաև երկար սպասված ոչ է տեղեկատվություն, կարող է այդ առավոտ, որ սպասում էիք, դա երեկոյան եք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 1-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը երկար սպասված հոյց է տեղեկատվություն կստանաք, միգուցե նամակ է, փաթեթ դժվար, ինչ-որ մեկից կողա SMS, ինչ-որ պատասխան նաև, հույսով լծված եք կամ դա ձեզ հույս է տալիս, հա, կամ հակառակը, կամ հույսն եք սկսում եք դնել ինչ-որ մի բանի վրա, այդպես։ Օրվա ընթացքում մտածում եք, բայց հետո սկսում եք գոռգռալ ինչ-որ մեկի վրա։ Ինչ-որ բան է, հա, տեղի ունենում, օրվա ընթացքում գոռգռում եք, դուք եք գոռգռում, ձեր վրա չեն գոռգռում, դուք եք սկսում և գումար եք ծախսելու կամ նաև գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 1-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը զգուշացում ունեք, որ պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնել, որտեղ կարող են մարդիկ լինել, ովքեր որ ձեզ կմոլորեցնեն այդ օրը, համար ուշադիր եղեք։ Նաև կարող է ինչ-որ մի գաղտնիք է բացահայտվում այդպես, փուչիկի նման կա պայթում է։ Եվ այդ օրը ուղղակի շատ աշխատանք ունեք, շատ կզբաղվեք ձեր աշխատանքով, նաև կարող աշխատանքի ընդունել, գնալ հարցազրույցի կամ տանն եք աշխատում, տան աշխատանքներն է ցույց տալիս, որ շատ եք գործանելու այդ օրը։ Եվ տատանվում եք, ծանրութեթև եք անում ինչ-որ մի հարց, ինչ-որ մի բան է, որը մտքերի մեջ է ձեզ գցում, հա, մտածում եք։ Ընտրության առջև եք կանգնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 1-ին։ Հարգելի օձեր, այդ օրը սպասում եք ոչ է լուսավոր մի բանի։ Այստեղ լուսավոր մի բան է, որը պետք է ձեր տրամադրությունը բարձրացնի, գործերը առաջ մղի, առաջ խաղացում լինի, զարգացում, դա խոչընդոտներ կան եւ սպասում եք, որ լինի դա։
ոնց որ ինչ-որ հրաշքի եք սպասում կամ ինչ-որ մի բան է, որը սպասում եք այդ օրը։ Կարիերայի բարձրացում այստեղ, նաև հնարավոր արդեն երկուշաբթի օրվա այն ուրիշ բան եք աշխատելու, հա, առաջ խաղացում ունեք, նաև դա եթե պատվերներով եք աշխատում, ապա կարող է պատվերները լինում, հա, ավելի շատ տանն եք անում, այդպես է բարձրանում, հա, ձեր անունը նաև։ Հիվանդանոցի հետ կապված այստեղ կամ կարող եք այցելել ոչ բժշկական կենտրոն կամ հենց հիվանդանոց, կամ ինչ-որ մեկն է հիվանդ պարկած։ Նաև ելք եք փնտրում կամ դուք եք հիվանդ։ Ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, գուցե դեղորայք, հա, կարող ինչ-որ թեյեր, մերեր, հա, նմանատիպ ինչ-որ պահեր են այստեղ։ Կամ գուցե մեկ այլ հարց է, բայց դա արդեն երեկոյան է, ոչ ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 1-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը շատ աշխատանք կունենաք, շատ կաշխատեք, նաև կարող եք ընդունվել աշխատանքի կամ գնալ հարցաքննության, հա, պես հարցազրույցի, պետական աշխատողի հետ հանդիպում, երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է ինչ-որ մի նամակ է պատասխանե, որին սպասում եք, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, չգիտեմ այստեղ ինչ է, կարող է աշխատանքի հետ է կապված, կարող է երկար սպասվածի հետ է կապված, ինչ-որ մի բան, հա, ազդում է ձեզ վրա այդ օրը։ Գումար կստանաք կամ գումար կծախսեք։ Եվ այստեղ կարիերայի հետ կապված ոմանք սպասում են, հա, ինչ-որ մի փաստաթղթի, որ ստորագրեն, դա կարող է ուշանալ, մոտավորապես 2 ամիս դեռ կարող է ձգձգվել։ Կամ այդ օրը առաջ խաղացում ունեք, հա, ինչ-որ մի բաներ կզգաք, որ տարբերություն կա եւ ձեր աշխատանքի վայրում եւ ընդհանրապես եթե դուք տանն եք գործանում դա, եւ սպասում եք ոչ թե նամակի համենայն դեպս այդ օրը, ոչ թե տեղեկատվության, որևիցե ինչ-որ մեկի, հա, SMS-ին, եւ ինչ-որ մի բան է արդեն այս դեպքում, եթե դա դրանք չեն, ապա այս դեպքում մեկ այլ բան է ձեզ մոտ ուշանալու մինչեւ 2 ամիս։ Կարող է այդ նամակի մեջ, հա, այդ SMS-ի մեջ այդպես գրված լինի, որ դեռ պետք է սպասեք 2 ամիս։ Ոմանք հիվանդ ունեն այդ օրը, հա, կամ դուք եք հիվանդ, կամ պետք է գնաք հիվանդանոց, կամ ոչ բժշկական կենտրոն։ Եվ տատանվում եք, ծանոթ եք անում, միգուցե օրը, միգուցե ինչպես անել, ինչպես ինչ-որ մի հարց լուծել այդ օրը։ Ընտրության առջև կարող է կանգնած լինեք նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 1-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, այդ առավոտյան ինչ-որ բանի եք սպասում, ինչ-որ մեկին եք սպասում, հա, ինչ-որ բան է այստեղ։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղայի հետ, եթե հանդիպում եք այդ տղայի հետ, ապա ձեր հարաբերությունները ոնց որ կզարգանան, հա, այդպես առաջ կմաղեք ու ձեր հարաբերությունները ոնց որ արդեն մեկ այլ փուլ կանցնեք։ Նաև օգնում է ձեզ այդ տղան, որ ձեր գործերը առաջ տանեք, այն գործերը, որոնք որ մնացել էին, այդ գործերը առաջ տանեք։ Ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ եւ հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տարեց անձնավորության հետ։ Ինչ-որ մասնագետ, նաեւ կարող ձեր ամուսինն է, այդպես։ Չի բացառվում նաեւ պետական աշխատող, հա, պետավտոտեսուչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 1-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ մեկը հիվանդ է, կամ ինչ-որ մեկը հիվանդանոցում է, կամ միգուցե դուք եք հիվանդ, պարկած եք։ Նաև օրվա ընթացքում երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ոմանք շատ աշխատանք ունենան անելու այդ օրը, միգուցե տան աշխատանքներն են, տան գործերն է ցույց տալիս։ Հանդիպում պետական աշխատողի հետ։ Կարող եք գնալ հարցազրույցի նաև Կիրակի, բայց ամեն ինչ հնարավոր է, կախված է թե որտեղ է դա։ Ինչ-որ մի բաներ ուշանում, հա, լավ լուր եք լսում, այ որ դա ավելի շուտ կլինի, այդպես։ Նաև զարգացում ունեք այդ օրը, առաջ խաղացում ունեք այդ օրը, բայց ինչ-որ մի բան փայկ է, ինչ-որ մի բան ձեզ մոտ չի ստացվում, յուրաքանչյուր բանը թեկուզ, հա, զարգան այս առաջ մղելու հետ կապված ինչ-որ մի բանը, եթե թեկուզ փայկ է, ապա այդ ամենը ձեզանից է կախված, ուղղակի ինչ-որ մի բան չեք արել կամ չեք անում, որ դա զարգանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 1-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը նամակ կստանաք ոչե փաստաթուղթ տեղեկատվություն, նաև ինչ-որ մեկ էտ SMS գրել։ Եվ կարող փաստաթուղթ եք ստորագրում այդ օրը, կիրակի է, բայց ամենայն դեպս կարող ինչ-որ բան եք ստորագրում։ Նաև ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանա կամ ժամը ընդհանրապես կարևոր է ձեզ համար կամ ժամանակ եք վատնում ինչ-որ մի բանի վրա նաև։ Եվ այստեղ ինչ-որ մի բան է կամ ուշանում, դա է ձեզ ուրախացնում, հա, որ ինչ-որ մի բան դեռ երկարելու է, կամ այն ինչ-որ ուշանում էր, միգուցե լինում է, դրա համար եք ուրախ։ Մոտապես մինչև 3 ամիս, հա, 2.5-ից 3 ամիս պետք է սպասեիք եւ հիմա արդեն կարող լինում է, դա ձեզ ուրախացնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 1-ին։ Հարգելի շներ, այդ օրը առավոտյան ինչ-որ հարցին ուզում տալու համար ելք եք փնտրելու։ Նաև այստեղ նոր սեր, ինչ-որ մեկի համար նոր ծանոթություն, ժամադրություն, նա կարող է լինել նաև ձեր տղան, որ գալիս է, հա, սիրված եք, այդպես ուրախ եք, սիրտը ուրախ է։ Նաև ձեր հարազատ մարդիկ, ձեր եղբայրը, այդպես այնպեսի մեկը, ում տեսնելուց բավականին այդպես շատ ուրախ կլինեք, հա, սիրտը ուրախ է այստեղ։ Եվ գորգռում եք օրվա ընթացքում, գորգռում եք կամ տրամադրությունն է բարձր, գորգռում եք, գցում եք կամ ի վերջո այն որ ասում եք ամեն ինչը վերջ, հա, լցված է, ասում եք, դրա համար ուրախ եք, որ վերջապես կարողացաք ամեն ինչ ասել իր դեմքին։ Նաև երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե իր հետ է կապված ամեն ինչ, եւ անսպասելի ձեր գործերը առաջ կգնան, անսպասելի է դա, կտրուկ կամ դուք եք ոչ քայլ անելու դրանից հետո ինչ-որ ձեր գործերը առաջ են գնալու կամ եկեք տեսակ անսպասելի, հա, առանց ոչ ձեր միջամտության ձեր ինչ-որ գործեր առաջ գնացին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 1-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, եթե աշխատում եք, հա, օձերով շրջապատված կլինեք, այդպես վատ վերաբերմունք է, հա, չար վերաբերմունք է ձեր նկատմամբ, նաև ձեր գործերը առաջ կմղեք, այդ օրը այն ինչ որ մնացել էր, հա, կմղեք առաջ, այդպես առաջ կտանեք, եւ նաև երկերեսանի մարդիկ կան։ Եվ օձեր եւ երկերեսանի մարդիկ, այստեղ երկուսն էլ լցված են։ Միգուցե օձերի հետ ուզում եք վիճել, երկերեսաները ձեզ պահում են, էլի այդպես ինչ որ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։